Девочка моя, չես պատկերացնում, թե ես ու հայրիկը ինչ կաշմարնի վիճակում ենք, երբ դու անհետացել էր, я молчу, դու չես պատկերացնի, երբ Господи, հայտնվեցիր ու կորցրել էիր հիշողությունդ։ Մամ ջան, պատկերացնում եմ, որովհետև երբ որ ես հիվանդանոցում արթնացա ու ձեզ ճանաչեցի, ես մինչև հիմա չեմ կարողանում քո աչքերը մոռանալ։ Ой, слава тут бессильный. Կարիդիչկա դա իմ կյանքի ամենաերջանիկ պահն էր, тоже мной, я прошу тебя, ես հուսով եմ, որ դու նման իրավիճակում չես հայտնի, որտև այդ հոգեկան հիվանդ այդ օծետը Գյուրզայևնա Լիաննան վերջապես հոգեբուժարանում է։ Մամ, ես ուզում եմ խոսել քեզ հետ։ Ես գիտեմ ինչի, точнее, ու մասին, կնյազի այնպես, չէ։ Հա, մամ։ Ես նույնիսկ կարող եմ ասել, թե… Մամ, խնդրում եմ լսի ինձ մինչև վերջ, հետո նոր կասես, լավ։ Хорошо։ Մամ, հասկանում ես փոխել եմ իմ վերաբերմունքը կնյազի հանդեպ։ Երբ որ ես հիվանդանոցում պառկած ու ոչ մեկին չէի հիշում, կնյազի միակ մարդն էր, ում հանդեպ ես զգում էի հարազատություն։ Չէ, մամ, դա չի նշանակում, որ ես ձեզ քիչ եմ սիրում։ Ուղղակի ինքը անընդհատ կողքիս էր։ Եթե կողքիս չէր, ուրեմն դռան ետևում էր։ Գիշերվա նույնիսկ 3-ին 4-ին, եթե ես ձայն տայի, ինքը նորից այնտեղ կլիներ։ Բայց վերջին հաշվով դա ոչինչ չի նշանակում։ Потому что կնյազ իրեն մեղավոր է համարում, որ դու գտնվել ես նման դժբախտ իրավիճակում, okay? Մամ, բայց ինչ կապ ունի կնյազի այդ ամեն ինչի հետ։ Շատ ուղիղ կապ ունի։ Դու մոռացել ես, որ Լիաննան նման սրիկայական արարքներ էր գործում քո հանդեպ, որովհետև ուզում էր տիրանալ կնյազին։ Մամ, դա Լիանայի խնդիրն է։ Ոչ, դա հենց կնյազի խնդիրն է։ Ես իհարկե գնահատում եմ կնյազի վերաբերմունքը քո հանդեպ, բայց դու չես մոռացել, որ քեզանից բաժանվելուց անմիջապես հետո կնյազը ապրում էր Լիաննայի հետ եւ այդ հոգեկան հիվանդին թվում էր, որ նրա ու կնյազի մեջ ինչ-որ լուրջ բան է առաջացել, որ լուրջ զգացողություն է առաջացել եւ նրանց խանգարողը միայն դու ես։ Ладно, девочка моя, давай посмотрим на все это с другой стороны. Ես իհարկե ոչի կրես, ես գնահատում եմ, ես հասկանում եմ, որ կնյազը բավականին հոգատար էր քո նկատմամբ, բայց հասկանում ես նրա այդպիսի վերաբերմունքը միայն արտահայտվում է շատ էքստրեմալ պայմաններում, որը նորմալ չէ։ Մամ, ես իհարկե հիմնականում համաձայն եմ քեզ հետ։ Բայց մամ, եթե կնյազը չլիներ, ես այսօր այստեղ նստած չէի լինի։ Ես չէի ճանաչի քեզ եւ չէի խոսա հիմա քո հետ։ Եթե կնյազը չստիպեր, որ ինքը ասի թե ինչ դեղեր ա ներարկել ինձ, ես առ այսօր կապրեի այդ խավարի մեջ ու ոչ մեկի չէի հիշելու։ Стоп. Ну, абсурдно это просто. Ես չեմ հասկանում ինչ ես դու ուզում անցնել այն տառապանքների միջով, որ անցել ես։ Ну, извини за выражение, это просто глупо. Մամ, տողակի սեր ա կոչվում։ Ստոպ։ Դու կարծում ես, որ կնյազը քեզ սիրում, հա։ Ես գիտեմ, որ ինքը ինձ սիրում է։ Как обидно, կներես, բայց դու ես ստիպում։ Դու ստիպում ես ինձ քեզ հիշացնել։ Դու չես մոռացել, չէ՞, որ կնյազը քեզ մեղադրում է երեխայի կորստի համար։ Նման մեղադրանք կարող է միայն սրիկ աննորմալ մարդ իրեն թույլ տալ։ Մամ, դա իսկապես շատ ծանր ժամանակներ էր եւ ինձ համար, եւ ձեզ համար, եւ կնյազի համար։ Բայց կնյազը ներողություն է խնդրել, մամ։ Հավատա, որ իրան էլ հեշտ չէր։ Девочка моя, ինչ ես ուզում ինձ անիցնում։
Ну да, понятно. Ты узумես, որ ես ասեմ, որ князь ու շատ լավն է, ամեն ինչ նորմալ է, князь 360 աստիճանով փոխել. Ну нет, никогда в жизни, потому что ես ինքս դրան չեմ հավատում։ Մամ, ես ուզում եմ, որ դու, պապան ուղղակի թույլ տաք, որ այս բaragam ես ինքս որոշեմ, ինքս որոշում կայացնեմ։ Ես չեմ ասում, որ ես հենց վաղը կամուսնանամ նորից կնյազի հետ, ուղղակի ես ուզում եմ, որ մենք մի քիչ շփվենք ու հետո ինքնըստինքյան ամեն ինչ իր տեղը մտնի։ Իդեալները ինձ չեն ուրախացնում, я не в восторге. Ну, ты взрослая девочка, решай сама. Մերսի, մամ ջան։ Ну, пожалуйста. Դու գիտես ինձ համար ամենակարևորը քո երջանկությունն է, девочка моя. Գիտեմ։ Князнича. Ալո, Կար, привет։ Ոնց ես։ լավ, դու։ Չի հիշում եմ։ Կար, մենք պետք է հանդիպենք։ Երբ ասես։ Լավ, թող մնա վաղը։ Եղա, մի ժամից կզանգեմ կպայմանավորենք։ Պակա։ Պակա։ Ես չեմ հասկանում ինչ եղավ այդ կինը, հա։ Բան մե հաճ չհարցրեցին այդ զանգողին, ով է, ինչացու է։ Ասեց, որ ես էլ իմանամ, այ արբի։ Հարցրեցի մեծ մամային, թե ով էր զանգողը, ասма քո գործը չի։ Դե։ Մամ, իսկ այդ սկզբից որ դու վերցրեցիր այդ մարդու այդ խոսակցությունը, որ կասկածելի բան չզգացիր նրա խոսակցության մեջ։ Չէ, այ Լիպո ջան, շատ սովորական զանգ էր։ Այդ տղամարդը շատ կուլտուրական էր, բարևեց, հետո էլ հարցեց տիկին Մաթիլդային կարելի է։ Ես էլ հեռախոսը փոխանցեցի մեծ մամային, բայց թե հետո ինչ խոսեցին, չեմ իմանում։ Լավ, ժողովուրդ, ինչից եք ենթադրում, որ այդ զանգը ինչ որ ձևով կապ ունի տատի անհետացման հետ։ Մեծ մամես անհետացել է։ Եթե չկա, ուրեմն անհետացել է, չէ՞։ Այ ուզում ես ասես անհետ կորել է։ Հանգստացել Մի ապա բարերից ես կախում, հա։ Ուզում ես անհետացել։ Արբի հանգստացի։ Կնյազը պատահման պետ բառ օգտագործեց։ Նա ուզում էր ասել, որ մեծ մամեն տանը չի հիմա։ Չէ կնյազ։ Թող, հա։ Նորից եմ հարցս կրկնում։ Ինչից եք ենթադրում, որ այդ զանգը ինչ որ կապ ունի, որ տատին հիմա տանը չի։ Չենք ենթադրում կնյազ ջան։ Ուղղակի այդ զանգից մի ժամ հետո մեծ մամեն արդեն տանը չէր։ Սկզբում մտածում էի, թե կարող է գնացած լինի հարևաններից մեկի տուն, բայց որ հետո ուշացավ, սկսեցի անհանգստանալ։ Մամ, իսկ բարեկամների հարազատների տները զանգել եք, կարող են ինչ-որ տեղեկություն ունեն։ Ես զանգել եմ, ոչ մեկը տեղեկություն չունի։ Հալավ ինչ եղավ այդ կնիկը, գետնի տակ չանցավ։ Գետնի տակն անցե մեծ մամես։ Այո։ Մի հատ հանգստացի, հավաքի քեզ ինչ ես պանիկայի մեջ եկել։ Ոչ մեկը չի ասում, թե մեծ մամի հետ ինչ-որ բան ա պատահել։ Ես համոզված եմ, որ ոչինչ էլ չի եղել, որ նա շատ շուտով տուն կգա։ Իա, այդ ինչով ես համոզված որ։ Տեսի։ Գիշերվա 12-ն է։ Մեծ մամես էլ հավգուրություն ունի գիշերը լավ չի տեսնում։ Քեր, ես տատուն անձամբ տարել եմ հիվանդանոցում ստուգել եմ, նրա տեսողությանից ամեն ինչ նորմալ է։ Դու ես տարել ստուգել տվել, հա։ Այ քո ստուգել տվածը։ Փող չես տվել, դրա համար չեն ասել, որ հավգուրություն ունի։ Հա, բայց եթե ինչ կապ ունի դրա հետ որ։ Իա, շատ մեծ կապ ունի։ Լավ, նա հանգստացիա, մի գլուխ ողբում ես։ Բա ինչ անեմ կենյաժան։ Դե դու ասում եք էլ հասկանանք ինչ անենք։ Ասեմ, ոնց որ դետեկտիվ եմ ինչ է։ Պետք է մտածեք մի բան անենք։ Մամ տատի հեռախոսին զանգել եք։ Տաննա թողել հեռախոսը կնյազ։ Արախ ջայելը չի որ ասես մի թղել է գնացել կայֆա։ Հատոր։ Իմ մեծ մաման ջայել ժամանակը ոչ մտեղ չեր գնում։ Արախ քո ասածն է։ Հա, ինչ-որ բան հիշեցիր արբի։ Չհիշեցի, բայց ենթադրում եմ մեծ մամեիս առևանգել է։ Դե մի րոպե։ Օրինակ ով հետարքիր է։ Առևանգիչը
կամ առևանգիչները, առևանգիչուհիները, ուրիշ Ինչ աղբակ լակոտներ, ուրիշ տարբերակ չկա։ Մեծ մամեից զանգել են, համոզել են, տալել են դուրս, առևանգել են։ Բայց ինչի պետք է մեր մեծ մամեին առևանգեին արբի, ինչ նպատակով, հա? Դե մամ, չես հասկանում, մեր տատին փախցրել են։ Երևի ինչ որ գախնի երկրպագույան ունեցել, վիզա դրել, փախցել է ու փսակվին։ Անցանդ լակոտ։ Ես թե կամ իմ մեծ մամեն բացի իր ամուսնուց առեսօր ուրիշ տղամարդու կողմ չի էլ նայել։ Կեր, բա ռաջ կապուր է, մոռացել ես։ Յատ կտրեք ձեները, թե երկուսը տեր։ Էս ինչ բան է, նսել հիմա կատակներ եք անում, բայց ամեն ինչ շատ ավելի լուրջ է, չէ։ Մամ, աղբեր է տա կատականում, ասում են տատին փախցրել են։ Գոնե միլիոնատերներ ինչ որ ոսկի ունենար, տանեն ստիպեն։ Կնյաս, բայց փաստն է նա, որ հիմա չկա, չէ։ Ժողովուրդ, մտքովս մի հատ բան անցավ, բայց չգիտեմ արժի ասել, թե չէ։ Արժի, ասա հիմա բոլոր վարկածները պետքա քննարկենք։ Ժողովուրդ, եթե հիմա տատին տունը չի ու իրա գտնվելու տեղը չգիտենք, այստեղ երկու տրամաբանական լուծում կա դրան։ Ինչ է։ Կամ տատին նեղացել է քո այն խոսքերից, որ դու ասել ես էլին փսակվելու մասին չխոսես ու թող է գնացել այն ինչ-որ մեկի տուն։ Այլիպո ջան, ինչքան էլ նեղացած լիներ։ Նա որ ինչ որտեղ գնար, կզանգեր, կզգուշացներ, թե որտեղ է գտնվում։ Կարող է եւ չզանգեր, տատուն չգիտեք խի։ Այլ։ Դե Լիպոյի ասացի մեջ տրամաբանություն կա, ճիշտ է, բայց տատին չարաճճի բնավորություն ունեն, բայց բոլոր դեպքերում կզանգեր։ Լավ, եթե տարբերակը ասում ենք որ չէ, արանքից դուրս է գալիս, ուրեմն երկրորդ տարբերակը, որ ինչ-որ մեկը ուզեցել է տատից վրեժ լուծի ու մի չար կատակ է սարքի նրա գլխին։ Օրինակով։ Ասենք ճապելը։ Ադե հոտ չասիկ ճապելը դրանը մենակ խոսքեր էլի։ Այս 10 տարի ասում է աճուձախ պիսկում են, բան եմ անում, չտեսակ մեկին պիսկեր։ Չէ, այդպես մի ասա կնյազ ջան։ Օրինակ վերջի դեպքերի ֆոնի վրա Լիպոյիս ասածը բավականին տրամաբանական է։ Էդ որ դեպքերի արբի։ Այն դեպքերի, որ զինվորական շորերը հակած եկել էր, ուզում էր մեծ մամեի սպանի։ Դե մոռացակ այդ ամենը։ Չէ, չենք մոռացել, բայց նորից եմ ասում, ճպլինը պրոստը խոսքեր են։ Ասում է, հետո էլ անում է, կնյազ ջան։ Դու հիմա իսկականից մտածում ես, որ ասքանաս նա մեծ մամեի գլխին մի օին սարքել, հա։ Քույրիկ ջան, ուրիշ ոչ մեծ մամես չուներ։ Կոնկրետի ես շատ եմ լսել, որ այդ ճաղատ սրիկան ուզեցել է մեծ մամեի սպանի։ Գուցե արդեն մեծ մամեն չկա։ Դե դու է բանկցիր սրա գլուխը։ Այն չան մտքովս անցավ ասեց հա քեզ բան։ Ես իհարկե չեմ հավատում, որ ասքանա զիվիճակի է վնաս տալու մեր մեծ մամեին, բայց որ սրտներս հանգստանա եկեք զանգիկ հարցնեք նրանից։ Ոչ մի դեպքում։ Եթե մենք հիմա զանգենք պարոն Սքանազին, ինքը կհասկանա, որ մենք կասկածում ենք իր վրա ու կաշխատի պատանդից շուտ ազատվելու կսպալի մեծ մամեի։ Լավ, հիմա ինչ ես առաջարկում, արբի։ Այ հիմա կտեսնենք։ Այլա դուր բաց։ Զորոն կփրկի սինյորա Մաթիլդային և անվնաս կբերի տուն։ Լիպո ես մարդու պահվածք է, ինչ-որ բժշկական բացատրություն ունի։ Չգիտեմ, ինձ որ չի հանդիպել, դե հարագի տանների մեջ նայ։ Մի հատ հավաքեք ձեզ, ես ինչ բանա։ Հոխանակ օգնեք, նասել կատակ եք անում։ Համա ինչ օգնենք, կարող է մենք է զորոյի շորեր հակնենք հետևից վազելով էթան։ Չէ, զորոյի շորերը մի հակեք։
բայց լավ կլիներ, որ գնայիք այդ մարդու հետևից։ Հանկարծ մի ու ինչը բերի գլխին չեղած տեղը։ Նայ ախտեր։ Ես որ հաստատ չեմ գնա Ռոզանից տուն, որովհետև Ռոզան հենց ինձ տեսավ ձենը գլուխն է գցելու։ Բայց ես գնամ, հա։ Հա։ Կնյազ ջան, մի հատ գնա քերուդ մոտ էլի, կողքին կլինես, եթե տեսնես ասքանածը տեղեկություն չունի մեծ մամեից, քերում վերցրու բեր դու։ Ես դարել եմ քերու դայակը։ Սա դու ես մեղավոր։ Որ այդ ճպալի անը չտար, ես կամ բանը չէր լի։ Հա, ես ինչ անեմ։ Մամ ասում եմ քել մի հատ է զանգեն, քել այդ հարազատներին, բարեկամներին, կարող եմ ինչ-որ նորություն ունենալ։ Հալիպո ջան, հեսա գնամ գիրքը բերեմ հեռախոսներին նայք։ Ես սրա ձեր կրակին։ Որդնոցեք սրիկաներ սորոն։ Ընկեր ջան, դու ես։ Դուք ով եք։ Ես մայիսն եմ էսելի իմ կնիկնա։ Տակևոնով։ Մայիս Գևորգնովը։ Էստեղ ինչ եք անում դուք, հա։ Ուրա պարոս կանազը, տիկին Ռոզանուրան։ Շաբը տանեմ, հետ քո ասած մարդկաց մեկ չենք ճանաչում։ Ես մեր բարեկամների տունն է, եկել ես գիշեր հյուր ենք ստեղ։ Ով է ձեր բարեկամը։ Մկրտիչն է։ Սատում եք ստորավոր, այստեղ մակարտիկ չի ապրում։ Ոնց։ Այո, դուք պարոն Սքանազի հետ իմ մեծ մամեին առևանգել բերել եք այստեղ։ Օրս արև թե սուտ եմ ասում։ Ես ձեզի 10 վայրկյան ժամանակ եմ տալիս։ Ինձի կամ կասեք ճշմարտությունը, կամ ձեզի սրախողող եմ անում։ Բայց ինչ ճշմարտություն ախր։ Ձեր ուզածը ինչ էր փող։ Ոսկի։ Ոչ։ Ես իմ մեծ մամեին եմ ուզում։ Խուլեք իմ մեծ մամեին, սինյորա Մաթիլդային։ Ես գիտեմ, դուք պարոն Սքանազի հետ առևանգել բերել եք այստեղ, այդպես չի։ Մենք ոչ մեկ էլ չենք առևանգել, ոչ մի մեծ մամեի չենք առևանգել։ Չենք առևանգել, օրս արև չենք առևանգել, այս տանը մենք հյուր ենք եկել, գիշեր տեղ ենք մնացել։ Առևանգել եք։ Մայիս, հենց հիմա զանգի ոստիկանություն թող կանես աննորմալի տաներ էստեղից։ Շատ ներողություն, տիկին։ Ես աննորմալ չեմ, ես զորոն եմ։ Թույլերի և անպաշտպանների պաշտպանը։ Ձեր ժամանակը լրացավ, հենց հիմա ձեզի կստիպեմ ճշմարտությունը ասել, այլապես սրախողող կանեմ։ Խնդրում եմ ձեզ էլի մի արեք, հա, ամուսինս ոչինչ չգիտի ախր։ Ոչ գիտի։ Ինչի ահի ցավը տանեմ, ինչի չես հավատում, մենք այդ քո հսկա մամային չենք տեսել։ Նա հսկա մամա չի, մեծ մամայա։ Դուք հսկա չելի, դու մեծ լի, մեկը չենք տեսել։ Այս ինչ ես անում, հանգստացին եմ։ Կնյաշան ես, մարդիկ, պարոն Սքանազի հետ մեծ մամային գողացել առևանգել բերել են այստեղ։ Արի, գնացինք, արի։ Չէ ասում եմ, այդ ես մեծ մամեիս հոտն եմ առնում։ Ես էլ ասում եմ, արի գնացինք ստեղ։ Ոչ, ասում չեմ գա։ Ու դու չես գժվես։ Ուրիշ մարդկանց տուն ենք եկել, հասկանում ես, այս ճպալի տունը չի։ Ոնց։ Դե։ Հա, ես գալիս եմ։ Շատ ներողություն բանակ ձեզի ստացիոն պատիվ ունեմ։
Գյուր ջան, կարող ես բացատրել, ես ամեն ինչը ինչ էր նշանակում, ով էր, ինչ էր ուզում։ Ձեզ թաքնված տեսախցիկով է նկարում։ Նա ստեղ ձերով արեք, ձեզ այս է։ Թաքնված տեսախցիկ։ Հա, ձերով արեք, նա ստեղ։ Ես էլ ասեմ այդ տղի դեպքը որտեղից է ծանոթ։ Մեսի։ Քեվորնով էր։ Հիմա ուր գնացի, արա ասի սպասելի բը։ Արա դե ախպեր ջան, այս սուշնյակն է որ վրա տալի, թող ու փախի։ Սաղ բերանս չորացել է, հելն է մի այդ ջուր խմեմ։ Արա ես ինչ խրտ-խրտոցի ձեներ է գալիս հն սենյակից, չելնի կռիս է մտե, սպասի լուսը վարեմ տենամ, չէ ախպեր ջան, որ վարեմ կարող է փախնի նագլի կենթանին, սպասի եթամ զենքս բերեմ, որ հենց վարեմ դրան տենամ տեղում գյուլեմ ախպեր ջան, Всё, դու թքիր կռիս, ին վրից էլ ոչ մեկ ոչ մի բան չի տարել։ Արա, ես էլի դու ես այդ կռիս։ Դու հիմար ես այդ բիձա, ես ինչ ես անում։ Բա դու ինչ ես անում ստայք կռակադիլ, հը? Ինչ պետք է անեմ, հաց եմ ուտում։ Ինչն ես ուտում, այ ախմախ, ինչն ես ուտում։ Մոռացել ես, որ սաղ աղիք հաստավողսային համագարկդ խանգարվել էր չեր աշխատում, արա։ Սատ կմեիր, արա, 2 սուտկա կռիզ մի տակ պարգած էիր, բայց հիմա էլի սկսել ես բտվել։ Հա որ սոված եմ չուտեմ քերի։ Արա սերեջ, որ քո ձեռը ճարելի ինձ էլ հետ եք ուտես, այ ախպեր ջան։ Լավ, դավա հերիք այս սեղանը հավտի ու գնա մրբի։ Համբերի մտ, երշիկս ուտեմ հետո։ Կեր, Սերոժ, բայց էդի կլնի քո կյանքի մեջ կերած վերջի երշիկը։ Կեր, Սերոժ ջան, կեր։ Ռոզնես տեչի, որ գա քեզ պաշտպանի, ախպեր ջան, ու էդից հնարավորությունը տարի գեղական կարգով լուծեմ հարցերդ։ Մտ կարաս ասես, ինչի կրակեցիր։ Հա, կարամ ասեմ, ախպեր ջան, մտածեցի կռիս ա մտե տունը։ Հետո լուսը վառը չտեսար, որ ես եմ։ Տեսա, մտածեցի մեծ կռիս, ախպեր ջան։ Բայց ես ասեմ չեմ սխալվում։ Դու կռիս ես որ կաս։ Կռիսը դու ես։ Տավի ես ասեն ձարա է։ Լավ, գնում եմ։ Կալբասը տեղը դիրե։ Դավայ։ Հայդա գնա քնելու ախպեր։ Սպալնի դուրն է վրից փայելու եմ, հա, իմացի, որ չկարանաս դուրս գաս։ Հա, մի հատ քարդի վրես, որ չկարանամ շարժվեմ։ Բայց լավ գաղափար է, Սերոժ, կարելի է փորձել։ Դավայ, հեն։
դիտեք հաջորդ սերիայում։ Ես իմ տուն եկած հյուրին ոչ մեկի տանից դուրս չեմ հանում։ Բայց դու չես գալի որ նոր տարի շնորհավորես։ Գալիս ես որ խմես էլի։ Բաջանաղ ջան, դու էլ հետաքրքիր մարդ ես։ Բարանց խմելու ելնում, ա։ Ժամը 11-ն է, այդ կանիկա ուր այ քույրիկ ջան։ Բայց գիտեմ որ քեզ ասեմ այդ ցավը տանեմ։ Ոնե մի հատ զանգեր, հա։ Ինչ պետք է անես որ։ Ինչ պետք է անեմ։ Հա։ Մագել, դու լսեն էլեկտրագանաթորի մասին ախպեր ջան, որ Ամերիկայում ախպեր մարդուն նստեցնում են վրան ախպեր ջան ու երրաֆազը հուպ են տալի։